Շնորհակալություն Վլադիմիր Վարդակի ավելացնեմ այդ Նիկոլ Արտանապատիվին այդ դեպքը կատարվել է երբ ինչքան ինձ ասացին հենց այդ կնոջ բակում ոչ թե այդ կինն է գնացել իրենց հանրավաքը ինքը գնացել է իրենց բակ եւ սկսել է ինչ-որ մարդկանց ինչ-որ բան քարոզել եւ այդ կինը համարեց որ իր մտածածը ասել տարբերությունը դա է Համոզված եմ, որ այդ կինը երբեք չէր հավաքվի, չէր գնա հատուկ Նիկոլ Փաշինյանի հանրավաքը, եթե դա լիներ որևէ միտեղ։ Մեր մեջ տարբերությունը դա է։ Իրենք կարմիր գծեն չունեն, ամոթի զգացում չունեն, բայց մեկ-մեկ կարմիր գիծ չունեցողը եւ ամոթի զգացում չունեցողը առավելություն է ստանում։ Եվ երբ իշխանություն է լինում, առավելությունը եռապատկվում է։ Որովհետև այ մարմինները, որոնք պետք է զսպեն նման կեցվածքը, այդ մարմինները օգնում են այդ կեցվածքի տարածմանը։ Տարբերությունը սա է, եւ մենք սա պետք է շտկենք։ Հակառակ դեպքում մենք երկիր չենք կառուցելու։ Հիմա 3 փաստ կցանկանամ արձանագրենք։ Փաստ առաջին։ Այս իշխանությունը գալիս է ընտրություններին այսպիսի վիճակով կորցրած պատերազմ, պարտված պատերազմ, թշնամուն հանձնած տարածքներ, բազմաթիվ զոհեր, հազարավոր զոհեր եւ վիրավորներ։ Սա փաստ է, ոչ ոք չի ժխտում։ Իրենք էլ չեն ժխտում։ Ասում են ուղղակի միջև մեզ էր եւ այլ կանխատեսված էր այս ամենը։ Փաստ երկրորդ։ Պառակտված հասարակություն Եկեղեցու դեմ պայքար ինքնության վրա հարձակում։ Եվս կարծում եմ, սա փաստ է ես չեմ էլ փորձում հիմնավորեմ, որովհետև ակն այդ փաստը եւ իրենց ծրագրում ուղղակի ամրագրված է եկեղեցու դեմ պայքարը։ Եվ փաստ երրորդ աշխարհաքաղաքական ավանտյուրիզմ, արկածախնդրություն, աշխարհաքաղաքական։ Հիմա իրենք ձեռք չբերած բարեկամներին թշնամանում են դաշնակիցների հետ։ Սրա հետևանքները շատ ծանր են լինելու։ Մեր աչքի առաջ է սա կատարվել։ Այս 3 փաստերը, նայեք, առաջի փաստը պարտությունը ինչի բերեց, ինչ արդյունքների։ Ադրբեջանի բանակը եղել է 100 կիլոմետր հեռուսունիքից, հիմա հենց կաֆանի դիմաց է, 300-400 մետրի վրա։ Ուրեմն մեր անվտանգության մակարդակը իջեց։ Երկրորդ փաստը, պառակտված հասարակություն։ Պառակտված հասարակությունը ուժեղացնում է երկիրը, թե թուլացնում է երկիրը։ Իհարկե թուլացնում է երկիրը։ Ինքնության դեմ հարձակումները թուլացնում են ազգը, թե ուժեղացնում են։ Իհարկե թուլացնում են։ Եվ երրորդ հանգամանքը, դու նոր ռազմաքաղաքական դաշնակից չունենալով եղածի հետ հարաբերություններդ վատացնում ես։ Դու երկիրը թուլացնում ես, թե ուժեղացնում ես։ Պարզավոր թուլացնում է։ Հիմա 3 կոմպոնենտով երկիրը թուլացնում է եւ ասում է խաղաղություն են բերել։ Ժողովուրդ ջան, դու չես կարող խաղաղություն բերել երկիրը թուլացնելով։ Ես փաստերով եմ խոսում։ Դու կարող ես խաղաղություն բերել երկիրը ուժեղացնելով։ Ուժեղացնելով քո բանակը, ուժեղացնելով քո ազգը միասնական այսպես օրակարգով, ոչ թե պառակտելով, ուժեղացնելով քո երկիրը հզոր դաշնակցի հետ հարաբերությունները բարձր մակարդակի պահելու ճանապարհով։ Հիմա այս մարդկանց ուղիղը ոնց է աշխատում, ես չեմ հասկանում։ Իսկապես տպավորությունը այնպեսին է, որ չի աշխատում, որովհետև ես ձեզ բերեցի շատ պարզ օրինակներով։ Դու քայլեր ես անում երկիրը թուլացնում, բայց ասում ես ես երկիրը թուլացնելով բերում եմ խաղաղություն։ Դա խաղաղություն չի։ Կզարան ես սարքում,
Ինչ վիճակում դու ես, ուզում ես նույն վիճակում լինի քո երկիրը։ Նիկոլ Փաշինյանի շահերը աղեր չունեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերի։ Ուղղակի չկան։ Այդ շահերը իրար չեն հանդիպում տարբեր հարթությունների վրա։ Այս մարդը ունի մեկ շահ, աթոռը պահել, որովհետեւ իր կատարած հանցագործությունները չեն ներվելու եւ սա լինել չլինելու կենաց մահի պայքարը այս ընտրական արշավ, այս ընտրությունները։ Ուրեմն ինչ պետք է մենք անենք։ Պիտի վռնդենք, այն լավ բառ է, դուք ինձ օգնեցիք։ Ես փորձեցի ավելի մեղմ բառ օգտագործել չէի գտնել։ Մեղմ չի կարելի, համաձայն եմ։ Ուրեմն ամսի 7-ին ինչ պիտի անենք։ Ամսի 7 համար 17, ամսի 7 համար 17, ապրեք, շնորհակալություն։ Մի երկու բար քարոզարշավի վերաբերյալ ուղղակի այսպիսի ոնց որ եղավ այսօրվա նախորդ հանդիպման ժամանակ սադրիչներ լինելու են։ Մենք ուղղակի պետք է հասկանանք, որ այս մարդը, քանի որ չունի կարմիր գծեր, կարող է գնալ ամեն ինչի։ Ուղղակի մենք պետք է ինքնատերապետումը չկորցնենք, մենք լաչար տեսակի չենք պատկանում, այդ մարդի լաչարությունը այնքան մեծ է, որ երևի 100 հոգու լաչարություն, որ սենց սխմեց ճնշմանտակ, էլի իր մեջ չի տեղավորվել, մրցակցությունից դուրս է։ Մենք այդ դաշտում չպիտի հայտնվենք։ Ինքը այդ դաշտում մրցակից չունի։ Պետք է սադրանքների չգնանք, մեր գործը ճիշտ ունով տանենք։ Մենք նաև գալիս ենք այդ սադրիչներին, այդ մարդկանց ազատագրելու համար։ Մեղք են այդ մարդը։ Մեղք են։ Գալու ենք և ազատագրելու ենք։ Ուրեմն քվեարկում ենք Հայաստանի համար համար 17 և մեկ բան իմ բոլոր հանդիպումների վերջում ասելու եմ։ Ես ընտրում եմ Հայաստանը։ Ճիշտ հուշեց, բայց վերջում միշտ մեկ բան ասելու եմ, ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար։ Ուղղակի սա պետք է դառնա կարգախոս եւ բոլոր մարդիկ պետք է մտածեն դրա մասին։ Ում համար ես դու քվեարկում։ Շնորհակալություն, Ժորժ ջան, շնորհակալություն։